Ողջույն Ժողովուրդ ջան, հուսով եմ հիշում եք այս ռոբոտին ու այս զանգը մեր համաժողովից։ Այս զանգը հիմա չի զնգալու, իրան զնգացնելու ենք, երբ որ մեր պարտատոմսերը ցուցակվեն երկրորդային շուկայում։ Մեր համաժողովին միասին կախեցինք այս զանգը։ Բայց այսօր խոսալու ենք թե ուր ենք հասել ու ուր ենք գնում պարտատոմսերով։ Առաջինը ասեմ, ուրախությամբ ուզում եմ ասեմ, որ մեր առաջին փուլը ավարտված է, մենք 500 միլիոնի դրոշը արդեն հաղթահարել ենք, milestone-ը, որը հիմնականում նախատեսված էր ԱՏԶՄ պարտավորությունները վերաֆինանսավորելու համար, եւ մեր հիմա մտնում ենք երկրորդ փուլ, 1 միլիարդ դրամի չափով պարտատոմսեր ենք վաճառում, որը հիմնականում լինելու է ներդրումներ էկոհամակարգի զարգացման համար։ Մենք հիմա գտնվում ենք այն տարածքում, որտեղ որ կառուցվելու է ԱՏԶՄ UAT Powerhouse-ը, որը լինելու է Հայաստանի ամենաակտիվ, ամենախոշոր տեխնոլոգիական կենտրոնը։ Մենք այս ընթացքում, տարիների ընթացքում աշխատելով տեխնոլոգիական էկոհամակարգում, նկատել ենք, որ կա գրասենյակային առաջարկներ մեծ ընկերությունների համար, որոնք ունեն 30-ից ավել աշխատակիցներ, կան գրասենյակներ անհատ ֆրիլանսերների համար, բայց այն ընկերությունների համար, որոնք ունեն 5 հոգի, 15 հոգանոց թիմեր, իրանց համար լավ գրասենյակի առաջարկ չկա եւ որոշել ենք, որ այս պարտատոմսերը ներդնելու ենք այդ բիզնեսը ստեղծելու մեջ։ Հիմա հարցեր կան, թե արդյոք ՀԿ-ն կարող է պարտատոմսեր թողարկել, արդյոք ՀԿ-ն կարող է բիզնեսով զբաղվել։ Ուզում եմ ասել, որ այո, օրենսդրությունը ամբողջությամբ թույլ է տալիս եւ ՀԿ-ներին բիզնես գործունեությամբ զբաղվել, իսկ շահույթը ներդնել կանոնադրական նպատակների համար, ինչը մենք փորձում ենք անել։ Հիմա այս առաջի փուլը նախ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ներդրողներին, ովքեր մասնակցեցին այս առաջին 500 միլիոնի փուլին, եւ ամենակարևորը մենք միայն չենք ստացել ներդրումներ, մենք ստացել ենք շատ արժեքավոր արձագանքներ, մտավախություններ, որոնց մասին ուզում եմ այսօր խոսեմ։ Առաջի մտավախությունն այն է, թե բա ոնց է ՀԿ-ն այս գումարները հետ տալու։ Ինչպես արդեն նշեցի, այդ գումարները ներդրվելու են աշխատող բիզնեսի մեջ, գրասենյակային տարածքների, ինքը մրցակցային շատ յուրահատուկ դիրք է զբաղեցնում, նաև ունենալով մրցակցային առավելություն, ունենալով իր մեջքին հենց ԱՏԶՄ-ին եւ իր 270 անդամներին, եւ հաջող բիզնեսը հնարավորություն է տալու, որպեսզի մենք կարողանանք եւ մարել ձեր ներդրումները եւ տարեկան տոկոսադրույքները, որը 13% է, արդեն գիտեք։ Ստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը 3% սուբսիդիայի աջակցության օրենքը հետաձգելու համար, երկարաձգելու համար եւ մեզ հնարավորություն տալու համար, որպեսզի շարունակենք մեր արշավը։ Արշավը հետաձգվում է մինչև մայիսի վերջ, այնպես որ շտապեք մասնակիցը լինել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը եւ ունենալ ձեր տարեկան 13% եկամուտները։